Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Մամ, լսի Մարիա, ես հասկանում եմ, որ դու ինձ չես ներում։ Ես հասկանում եմ, որ դու այդպես էլ չես կարողանում ինձ ներես, բայց ես քեզ խնդրում եմ, փակի այս թեման։ Ես մեղավոր եմ, հա, ես չպիտի քեզանից քո հորը խլեի։ Հասկանում եմ այդքանը, Մարիա։ Քո պապան ինչքան էլ աշխարհի ամենավատ ամուսինն ա եղել, բայց ինքը ինչ-որ մի օր կարող է քեզ համար լավ հայր լիներ։ Փակի այս թեման, ես քեզ ուղղակի խնդրում եմ, Մարիա։ Մար, ես 1000 անգամ եմ ինքս ինձ հարցրել։ 1000 անգամ ինքս ինձ հարցրել եմ, թե ես ինչի այդ պահին չկարողացա մի վայրկյան կանգնեի ու մտածեի։ Մար ուղղակի պահ գալի մարդու կյանքում, երբ որ վրեժը իրան կուրացնում է։ Ինքը ուզում է իրան պատճառած ցավի վրա էլի ցավ դնի, այդ ցավ իրան ներսից կրծում է, հասկանում ես, Մար։ Մար, ես քեզանից ներողություն եմ խնդրում։ Ես ամբողջ կյանքս քեզանից ներողություն եմ խնդրելու, որ ոչ թե մենակ հորդ քեզանից գողացա, այլ նաև մանկությունդ, խնդրում եմ քեզ, ինձ ների։ Ես չեմ տեսել դու ոնց ես մեծացել։ Ես չեմ զգացել դու ոնց ես մեծացել։ Ես քո մանկության հիշողությունների մեջ ընդամենը ինչ որ անուն եմ եղել, պատմություն եմ եղել։ Մար, ես ինձ կորցրել է, ես չէի հասկանում ինչ եմ անում։ Խնդրում եմ ինձ ների, 1000 անգամ եմ ներողություն խնդրում։ Բայց ինձ պետք է որ դու հիմա ինձ հետ խոսես։ Ինձ պետք է որ դու ինձ բացատրես քեզ հետ ինչ է կատարվում։ Մար, ինձ հասկացի։ Ես չեմ ուզում որ դու ապրես այն խավարի մեջ, որի մեջ որ ես եմ ապրում ու այդ տենց էլ դուրս չեմ եկել։ Մամ, ես քեզ ներում եմ։ Ներում եմ ամեն ինչի համար, ինչ որ դու արել ես ու չես արել, ներում եմ քեզ։ Մենակ թե խնդրում եմ, ինձ ասա ինչ ազգում են մարդը, երբ ուզում է դիմացինին սպանի։ Ես ընդամենը այդ եմ ուզում հասկանամ։ Խնդրում եմ քեզ ոչ թե դատելու, ոչ թե մեղադրելու համար, այլ նրա համար, որ ճիշտ իմանալ ավելի կարևոր է։ Սարսափ, Մարիա։ Այդ ինչ որ անբացատրելի բան է։ Էդ այնա, որ դու գիտես, որ ինչ-որ բան կարաս փոխես, բայց ոչ մի կերպ կանգ չես առնում։ Հետո արդեն դատարկությունն է գալիս։ Էդ այն դատարկությունը չի, որ քեզանից ինչ-որ բան են գողացել, տարել, ինչ-որ բան են խլել քեզանից, այդ չի։ Այդ ներսիդ դատարկությունն է։ Երբ որ ինչ-որ շատ կարևոր բան է ներսումդ կոտրվում, հետո այդ կոտրված ամբողջ կյանքդ մնում ու կրծում է քեզ։ Մարիա, ոչ մի կյանք այդքան չարժի, որ դու դրա համար քոնը կործանես։ Մամ, իսկ եթե ուրիշ տարբերակ չկա, եթե մարդ ուրիշ ելք չի գտնում, եթե իրեն այդքան կոտրել են։ Մարիա, մարդ ինչքան էլ կոտրվի, չպետք է դառնա այն նույն մարդը, որ իրան ցավացրել է։ Մարդ Եթե մարդ էլ չի կարողանում կանգնի իրան ցավ պատճառողի առաջ, ուրեմն ինքը իրոք կուրացել է վրեժից։ Մար, եթե ես այդ օրը մի վայրկյան կանգնեի, մենք հիմա ուրիշ կյանքով կապրեինք, ես էլ դու էլ։ Մար, ես քեզանից 1000 անգամ եմ ներողություն խնդրում։ Եթե ես կարողանայի գոնե մի վայրկյան։ Դու դրանից հետո փոխվել ես, չէ՞։ Հա։ Ես էլ եմ ուզում փոխվեմ։ Ուզում եմ այս Մարիան չլինի, ուզում եմ նորը ծնվի։ Երևի դրա համար ես պետքա քո ճանապարհով անցնեմ։ Դու հենց հիմա ինձ կպատմես, թե քո հետ ինչ ա եղել։ Ու միջև ես քեզ չհավատամ, Մարիա, դու այստեղից դուրս չես գալու։ Մամ, ուղղակի խոսում ենք։ Ուղղակի կիսվում եմ։ Սենց, Մարիա։ Սենց են կիսվում։
Սենց տարօրինակ ու անհասկանալի հարցեր տալով։ Ես չեմ հասկանում քո գլխում ինչա կատարվում, ինչ մտքեր են պտտվում, որ դու ինձ սենց հարցեր ես տալիս։ Ուղղակի շատ եմ մտածում։ Ու վատ բաների մասին եմ մտածում, որովհետև իմ մտքերում վատից բացի ոչ մի բան չկա, որովհետև իմ շուրջը մենակ վատ բաներ են կատարվում, մամ։ Մի լուսավոր կետ չկա, որին ես նայեմ ու հույս տամ ինքս ինձ, որ վաղվա օրը լավն է լինելու։ Մար բայց ինչ որ բան ա եղել, չէ, որ քեզ սենց կոտրել ա։ Եթե դու ինձ հետ մի քիչ ավելի անկեղծ խոսես, ես կհասկանամ ինչով կարող եմ քեզ օգնել։ Մամ, Դավիթի վիճակը ինձ արդեն կոտրում է։ Դրանից ավել ոչ մի բան չկա։ Մարիա, ես քեզ չեմ հավատում։ Ինձ ինչի է թվում, որ դու ինձանից ինչ-որ բան ես թաքցնում։ Մար, ես քո մայրն եմ։ Ես շատ լավ եմ զգում, թե քո հետ ինչ է կատարվում։ Մար, ես տեսնում եմ, թե դու ինչ ես ապրում։ Այն ինչ որ դու ապրում ես, ես այդ արդեն ապրել եմ։ Ու ավելի ցավոտ է, երբ որ ես տեսնում եմ, որ դու չես ուզում ինձ ինչ-որ բան ասես, թաքցնում ես ինձանից ու չես թողնում, որ ես քեզ օգնեմ։ Մամ, ես չգիտեմ ինչ մտածեմ, չգիտեմ ինչ անեմ։ Այն տպավորությունն է, որ ես իմ կյանքից կտրուկ դուրս եմ ընկել ու կողքից եմ նայում։ Այն տպավորությունն է, որ վատ երազ եմ տեսնում։ Ես գիտեմ այդ ինչա։ Ես շատ լավ գիտեմ ինչա նշանակում սեփական եսից առանձնանալ։ Ես գիտեմ ինչա նշանակում ապրել, բայց ներսից մեռած լինել։ Դու ամեն ինչից թաքնվում ես, ծիծաղի տակ, չգիտեմ, խոսելով, բայց թաքնվում ես։ Մարդ թաքնվում է, երբ որ կորստի եզրին է լինում։ Երբ որ ամեն ինչից, բոլորից ուզում է փախնի, բայց ինձնից մի թաքնվի, մար։ Ես քո մայրն եմ։ Ես տեսնում եմ, որ քո ներսում ինչ-որ շատ կարևոր բան է կոտրվել, բայց ուշ չի։ Եթե դու ինչ-որ բան ես ուզում ինձ ասել ու հիմա կկարողանաս անկեղծ ասել, ես կկարողանամ քեզ օգնել, մար։ Ուշ է։ Արդեն շատ ուշ է։ Մար, սպասի։ Ալո։ Բարև Ռուբեն, լավ ես։ Բարև, լավ, դու։ Լավ եմ, Ռուբեն, շատ կարևոր խոսալու բան ունեմ քեզ հետ։ Եթե հարմար է հանդիպենք։ Ռուբեն, գիտեմ, որ չես ուզում հետս խոսել, բայց այն ինչ որ պիտի ասեմ շատ կարևոր է։ Ինչ ա եղել։ Հեռախոսով չեմ կարող ասել, Ռուբեն։ Պիտի հանդիպենք։ Եթե քո աշխատասենյակում ես, ես կգամ այդտեղ։ Հասկանում եմ, որ վերջին դեպքերից հետո չես ուզում հետս խոսել։ Այդպես էլ չկարողացանք իրար հասկանալ։ Բայց այնքան կարևոր է, որ ես հիմա զանգել եմ, չէի զանգի հակառակ դեպքում։ Ո՞վ է։ Ռուբեն, կարող եմ գալ քո աշխատասենյակ, շատ կարևոր է։ Առաջ խուսափում էիր ստեղ գալուց։ Հիմա ինչ ա փոխվել։ Ռուբեն, ինձ համար հիմա լրիվ մեկ է որտեղ կգամ։ Ես կես ժամից այդտեղ կլինեմ։ Ո՞վ է։ Ալո։ Ալո։ Մամ չէ, տուն չեմ գալու, բայց ես լավ եմ հանգիստ տեղի։ Ոնց հանգիստ լինեմ, տղա ջան։ Դու հասկանում ես, չէ՞ որ անհնարին բան ես ասում։ Ոչ գիշերն ես տանը, ոչ ցերեկը։ Ռաֆ, ինչ կա մտքիդ։ Մամա, ես քաղաքից դուրս եմ, հույսդ կտրի, տուն չեմ գալու, ասում եմ։ Ոնց քաղաքից դուրս ես։ Ուրեմն մի բան արել ես, Ռաֆ։ Ոչ մի բան էլ չեմ արել։ Ռաֆ, եթե ես հանկարծ իմանամ, որ դու… Մամա, վերջ, կզանգեմ, կապի մեջ կլինեմ, խոստանում եմ։
Նենց էի կարոտել, ոնց եք։ Մենք լավ ենք, դու ոնց ես, հիմա կարևորը դու ես։ Լավ եմ, տաճ ջան։ Տանը մենակ ձանձրացա, որոշեցի ձեզ հյուր գալ։ Իսկ Աբուլը ինչի չեկավ։ Աբուլը տանը չէր։ Երևի գնացել էր ընկերներին տեսնելու։ Իսկ կարող է հետո մեզ միանա, մի համով բան ուտենք։ Ընթացքում կզանգեմ, մամ ջան։ Լավ բալես։ Ես նենց ուրախ եմ, որ դու լավ տրամադրության մեջ ես։ Կարևորը, որ դու ճիշտ ես ապրում, ճիշտ ես կողմնորոշվել։ Հա, ճիշտ ասում մաման Մարիա։ Դու հիմա ոնց որ ավելի լավ տեսք ունես, մանավանդ դատից հետո։ Դե մամ ջան, այդ ժամանակ էմոցիաներս նոր էին ու սուր։ Ես ինչքան էլ ուզեի, չէի կարողանա իմ էմոցիաները կառավարել։ Իսկ հիմա ես ինձ տրամադրում եմ, որ Դավիթը շատ շուտ այնտեղից դուրս է գալու։ Դու շատ ճիշտ ես մտածել։ Այդպես դու համ քեզ կօգնես, համ Դավիթին։ Պետք չի, որ քո վերաբերմունքով բարդացնես առանցնել ես բարդ իրավիճակը։ Տաճ ջան, չեմ խափի, շատ դժվար է։ Ես ամեն կերպ փորձում եմ իմս հանգստությունը պահել, որովհետև Դավիթին դուր չի գալիս, երբ ես վատին եմ ինձ տրամադրում կամ վախենում եմ։ Մարիա, ես իհարկե շատ ուրախ եմ, շատ, որ դու ես դժվար ժամանակաշրջանում կարողանում ես կառավարել քո էմոցիաները, քո զգացմունքները, բայց խնդրում եմ քեզ, եթե քո հոգու խորքում ինչ-որ բան է կատարվում, ու դու ես հանգստությամբ ուզում ես մեզ շեղել, խնդրում եմ քեզ, ուղղակի խնդրում եմ, նման բան չանես։ Չեմ խանգարում։ Հիմա մանրամասն ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ռուբեն, ես քո մոտ շատ մեծ խնդրանքով եմ եկել։ Այդ իմ համար շատ կարևոր է։ Ռուբեն, ես գիտակցում եմ, որ իմ առողջությունը գնալով վատանում է։ Ու այն դեղերը, որոնք որ ես խմում եմ, դրանք բուժում չեն։ Ուղղակի օգնում են, որ հնարավորինս ուշ զգամ այն փոփոխությունը, որ ինձ սպասում է։ Հիմա ոնց ես։ Ռուբեն, ես ուզում եմ պայքարեմ իմ կյանքի համար։ Ես ուզում եմ ոտքի վրա լինեմ, որովհետև ես հիմա իմ աղջկան ավելի շատ եմ պետք, քան առաջ։ Ես ուզում եմ քեզ խնդրեմ, որ դու խոսես բժիշկների հետ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Բոլոր տեսակի վիրահատությունների ու բուժումների պատրաստ եմ, Ռուբեն, մենակ թե ես կարողանամ ոտքի վրա լինեմ։ Ինձ պետք է իմ առողջությունը ստաբիլ պահեմ, թեկուզ եթե չբուժվեմ էլ, բայց գոնե ստաբիլ մնամ։ Ռուբեն, շատ կարևոր է։ Ինչ ա եղել։ Խոսել ես Մարիայի հետ։ Ինչ ա ասել։ Խոսել եմ, բայց բան չի ասել, ուղղակի ես եմ զգում, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է կատարվում։ Ոֆա, եթե մի բան գիտես ասա, չթաքցնես։ Նոնա, ինչի պետք է խափի, ախր դրա առիթը չկա։ Ես ուղղակի ասեցի, մամ։ Ես հասկանում եմ, դու որպես մայր անհանգստանում ես։ Ես հասկանում եմ, որ երկուսդ էլ օրը գիշեր իմ մասին եք մտածում, որ անհանգստանում եք, բայց ուզում եմ վստահ լինեք, որ ես լավ եմ։ Հա, Մարիա ջան, իսկապես այդպես է։ Մամ ջան, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ անարդարությունը հաղթի մեզ։ Մամ ջան, ես չեմ պատրաստվում պարտվել ու նստել սգալ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես մինչև վերջ պայքարելու եմ Դավիթի համար, առանց լացերի ու առանց վախերի։ Այ հիմա հավատում եմ։ Լավ, ես գնամ սուրճ պատրաստեմ։ Կարծում եմ ճիշտ ժամանակն է։ Հա, մամ ջան, ես էլ կխմեմ։ Լավ, բայց դու Աբուլին զանգիր։ Տես գալու է, թե չէ։ Ու ինձ ասա, լավ։ Լավ։ Ես հիմա կգամ։
Չէ, Ռուբեն, ոչ մի բան չի ասել։ Բայց ես զգում եմ, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է կատարվում։ Շատ տարօրինակ հարցեր է տալիս, որոնք չգիտեմ ինչի համար են իրան հետաքրքրում։ Ու ես զգում եմ, որ այդ ամեն ինչը մենակ Դավիթի հետ պայմանավորված չի։ Երեխուս հետ բան է կատարվում, Ռուբեն։ Հա, համաձայն եմ քո հետ։ Ես էլ եմ ինչ-որ տարօրինակ բաներ նկատել Մարիայի մեջ։ Բայց հարցնում եմ չի պատասխանում։ Բան չի ասում։ Ինչի չեմ հասկանում։ Ռուբեն, ես քեզ ուղղակի խնդրում եմ խոսիր բժշկի հետ։ Ասա, որ ես ուզում եմ բուժվեմ։ Ասա, որ ես ամեն ինչի պատրաստ եմ։ Օֆա, ես իրոք շատ ուրախ եմ, որ դու վերջապես եկել ես այս որոշմանը։ Բայց ուզում եմ վստահ լինել, որ դու ինձանից ոչ մի բան չես թաքցնում։ Ոչ մի բան։ Եթե Մարիան քեզ ինչ-որ բան է ասել, ասա ինձ, խնդրում եմ։ Ես պետք է իմանամ։ Ռուբեն, մի անգամ սխալվեցի, թաքցրեցի, տեսա ինչ եղավ։ Երկրորդ անգամ հաստատ նույն բանը չեմ անի։ Ես իրոք չգիտեմ ինչ ա եղել։ Ես քեզ ընդհանրապես խնդրում եմ, խոսիր բժիշկների հետ։ Բացատրի նրանց, որ ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ռուբեն, ես իմ երեխուն պետք է մեծ շատ կարևոր է։ Խոստացիր, որ կխոսես։ Հանոնա։ Ռուբեն, Մարիան ա եկել, դու ուշ կգաս։ Ոնց։ Հիմա Մարիան մեր տանն է։ Հա, ինչի զարմացար։ Դե չէր ասել, որ գալու է։ Բա ոնց է։ Շատ լավ է։ Տրամադրությունը շատ բարձր է, իրան շատ լավ ասկում։ Չես խափում, չէ՞ նոն։ Չէ, Ռուբեն, ինչի պետք է խափեմ։ Ես էլ էի զարմացած, որովհետև ասել էր, որ վատ է իրան ասկում, իրան նման չի, բայց լրիվ հակառակն է։ Իսկ ինչ ասում։ Ինչ-որ բան պատմում, հա։ Դե Դավիթի մասին խոսեցինք, ասեց, որ թույլ չի տալու, որ անարդարությունը հաղթի իրան։ Որոշել է, որ սրանից հետո ոչ տխրելու է, ոչ էլ լացելու։ Դե ուրեմն մանցավետ իրավիճակը։ Ես էլ չէի հասկանում ինչից է։ Հա, ես էլ եմ այդպես մտածում, որովհետև հիմա Մարիան շատ լավ է։ Դե ուրեմն ավելի լավ։ Հա, Լիլ։ Մար, Ռաֆի հետ կապված նորություն ունեմ։ Գիտես որտեղ է։ Ինչ ասեց։ Չէ, Մար, պատահական մամայի ու Ռաֆի խոսակցությունն եմ լսել, որ Ռաֆը մամային ասում է, որ միտք չունի գալու տուն ու քաղաքից դուրս է։ Իսկ չասեց կոնկրետ որտեղ։ Չէ, մաման փորձում էր տեղը իմանալ, բայց ոչ մի կերպ չէր ասում։ Լավ, Լիլ։ Դու շարունակիր ուշադիր լինել, լավ։ Խնդրում եմ։ Խնդիր չկա, բայց կասես ինչ ա եղել։ Լիլ, խնդրում եմ առանց ավելորդ հարցերի։ Ուղղակի իմացիր, որ Ռաֆի հետ հանդիպումը հիմա իմ համար շատ կարևոր է։ Եթե նորություն լինի, ասա, լավ։ Ով էր բալես։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, տատ։ Լիլիթն էր, զանգել էր իմանար ոնց եմ։ Շատ լավ աղջիկ է Լիլիթը։ Աշոտին շատ է նման։ Հա, շատ նման է։ Աշոտ հպարի պես ընկերասեր է ու շատ լավ մարդ է։ Գիտես, ես նենց ուրախ եմ, որ Լիլիթն ու Աբուլը միասին են։ Ես էլ, տատ։ Մարիա, մտահոգ ես։ Չեմ թաքցնի, տատ։ Մտածում եմ։ Մտածում եմ հաջորդ դատին ինչ պետք է անեմ, որ Դավիթին կարողանամ օգնել։ Պետք է ապացուցենք, որ Դավիթը մեղավոր չի։ Իհարկե հիմա էլ հիմքեր չունեմ Դավիթին մեղադրելու համար, բայց ես էլ չգիտեմ Սոֆիայից ինչ սպասեմ։ Մարիա ջան, աշխարհը շատ անարդար է։
Մարդիկ հաճախ վաստակում են այն, ինչին չեն արժանացել, ու վաստակում են այն, ինչին որ արժանի չեն։ Ուղղակի մարդ պետք է իր մեջ կարողանա ուժ գտնել պայքարելու համար։ Կյանքը չես փոխի, չէ՞։ Միայն կարելի է որոշել, թե ոնց ես ապրելու այդ ամենի մեջ ու ոնց ես հաղթելու։ Ես գիտեմ։ Հիմա դու այն կետում ես, որ քեզ թվում է, որ կյանքում էլ ոչինչ չի փոխվի, բայց հավատա ինձ, որ փոխվելու է։ Մի թող որ ցավը քեզ հաղթի։ Մի թող որ անարդարությունը սովորեցնի քեզ ապրել։ Մի փորձի ապրել նրան ձևով։ Ու եթե մի օր կհոգնես այդքան ուժեղ ապրելուց, հիշիր, որ հակառակ դեպքում ուրեմն պետք է հանձնվես։ Տատի, ես չեմ պատրաստվում հանձնվել։ Հիմա դու այդպես ես ասում, բայց մարդը երբեք չի իմանում, թե ինչքան կդիմանա։ Քեզ միշտ թվում է, թե ուժդ կհերիքի, բայց հետո կյանքը մի տեղից խփում է, ու դու կասկածում ես ինքդ քեզ։ Ես ուզում եմ, որ դու մի բան լավ հիշես։ Ուժեղ լինելը պարտադիր չի, ուժեղ մնալն է պարտադիր։ Ու երբ որ դու զգում ես, որ արդեն ուժերդ քեզ դավաճանում են, պետք է հիշես, թե ինչի համար ես պայքարել։ Այս ժամանակ ուժ ես գտնում քո մեջ, թեկուզ վերջին կետից։ Ինչի է տատ, որ դու միշտ ինձ հասկանում ես, այդ ինչից է։ Քեզ շատ սիրելուց։ Տատ, խոստանում եմ, որ ես խոսքերիցդ հետո ես ավելի հավաք կլինեմ, ավելի ուշադիր կլինեմ։ Հիմա սուրճն էլ կբերեմ։ Լվացվեմ կամ։ Քեզ էլ եմ սուրճ պատրաստել։ Ապրես։ Մի տեսակ ես, մամ։ Աղբորդ մասին եմ մտածում։ Քանի օր տուն չի եկել։ Այսօր էլ խոսեցի հետը։ Ձայնը շատ տարօրինակ էր, դուրս չեկավ։ Ինչի։ Դե քաղաքից դուրս է գնացել, ասաց։ Մտածում եմ մի բան արած չլինի, ինքը հենց այնպես քաղաքից դուրս չի գնում։ Ինչ որ բան ես մտածում կամ կասկածում։ Լիլիթ չտեսար վիճակը։ Դե Մարիայի ու Դավիթի ամուսնությունը իմանալուց հետո ես ինչ իմանամ, խելքին ինչ կփչի։ Իսկ ինչ որ բան ակնարկել է, փորձել է ինչ որ բան հասկացնի։ Չէ, Լիլիթ, դու աղբորդ չես ճանաչում։ Մամ, դու էլ չես պատրաստվելու, չէ՞ օգնել Ռաֆին։ Այսինքն։ Դե այսինքն ես հույս ունեմ, որ հիմա Ռաֆը ինչ որոշման էլ որ գա, դու իր կողքին չես լինելու այդ հարցում։ Մի րոպե, ես երբ եմ իր կողքին եղել, որ… Մամ, դու միշտ էլ իրեն պաշտպանել ես։ Այդ էլ է հերիք։ Սուս մնա, հա։
Հարավ ջան։ Մամ, ես այսօր գիշերը կգամ տուն։ Մենակ նրա համար, որ դու չանհանգստանաս ու չլարվես։ Վայ բալես, ես ինչ լավ բան ասեցիր։ Ինձ կոնկրետ ժամ ասա, երբ տանը կլինես։ Կոնկրետ ժամ ասել չեմ կարա, բայց գիշերը հաստատ տանը կլինեմ։ Վայ մամայի արև, ես քո սիրած աղցանը կպատրաստեմ, բալես, տղես, հա։ Ապրես, մամ ջան։ Վեր կաց իրար հետ գնանք խանութ։ Ինչ էր ասում։ Գալիս է, արի գնանք խանութ, մի երկու բան առնենք։ Գիշերը տանը կլինի։ Լավ, դու սուրճդ խմի, միջև պայուսակս վերցնեմ գամ։ Բա դու չես խմում։ Փոշմանեցի։ Ալո։ Մար նոր Ռաֆներ զանգել մամային, ասաց, որ գիշերը տուն է գալու։ Վստահ ես Լիլ։ Հա, մար, իմ ականջով եմ լսել, դե համ էլ մաման ասաց։ Ապրես շատ։ Գալու ես։ Չգիտեմ Լիլ, բայց խնդրում եմ քեզ, հենց կա կգրես, լավ։ Կապի մեջ եղի ու շատ եմ խնդրում այնպես արա, որ չհասկանա իմ հետ ես խոսում, այդ շատ կարևոր է։ Լավ։ Ինչ եղավ, Մարիան ուշացավ։ Մարիա, Մամ, սուրճը սառեց։ հեսա կգամ, մամ ջան։ Մարիա Աբուլի հետ խոսել ես։ Հա, մամ ջան, խոսել եմ, ասեց, որ չի կարա գա։ Ես գնամ սուրճը խմեմ, որ արդեն գնամ, հա։ Այսքան շուտ։ Հա, մի քանի գործ ունեմ անելու։ Պետք է հասցնեմ։ Լավ, դու գնա, ես հեսա կգամ։ Սուրճդ խմիր։ Ես կարող եմ ձևացնել, որ ոչինչ չեմ նկատում։ Կարող եմ ձևացնել, որ հավատում եմ քեզ, որ դու լավ ես։ Բայց ես քեզ ոչինչով չեմ օգնի։
Ատի ես փորձում եմ լավ լինել։ Ու վստահ եմ, որ կստացվի։ Հա Ռուբեն։ Ոնց է Սոֆա։ Լավ։ Խոսեցիր բժշկի հետ։ Դեռ չէ, բայց անպայման կխոսեմ։ Հիմա ուրիշ բան եմ ուզում քեզ ասեմ։ Ինչ ա եղել։ Մի քիչ առաջ Նոնան էր զանգել։ Ասաց, որ Մարիան մեր տանն է ու շատ բարձր տրամադրություն ունի։ Ինչ։ Հա, ես էլ եմ զարմացած, բայց Նոնան վստահ է, որ ամեն ինչ կարգին է։ Որ Մարիայի մոտ ամեն ինչ լավ է ու պետք չի անհանգստանալ։ Հնարավոր չի, Ռուբեն։ Դե ոնց հնարավոր չի, հոչի հորինում։ Տեսնում ա, չէ։ Այդ դեռ ոչինչ չի նշանակում, Ռուբեն։ Հնարավոր է, որ Մարիան իրան ուղակի հանգիստ է պահում, որ մեզ շեղի։ Ինձ թվում է դու շատ ես խորացել, Օֆա։ Մարիան ուղղակի դեպրեսիայի մեջ էր։ Հիմա այդ վիճակից դուրս է գալիս կամաց, ամեն ինչ նորմալ է։ Չէ, Ռուբեն, չէ։ Ես տեսել եմ Մարիայի վիճակը։ Շատ վատ էր երեխեն, Ռուբեն։ Օֆա։ Ռուբեն, ինձ լսի։ Զանգի անընդհատ երեխուն, խոսի հետը։ Շատ կարևոր է, որ դու հիմա իրա կողքը լինես։ Ինձ թվում է, որ երեխեն մեզանից շատ կարևոր բան է թաքցնում։ Այդ ամեն ինչ իրա կյանքի վրա մեծ հետք է թողել, ես զգում եմ։ Ռուբեն, ես չեմ կարա սխալվեմ։ Լավ, իսկ ըստ քեզ, ինչ կարա եղած լինի։ Չգիտեմ, Ռուբեն։ Չգիտեմ, բայց կիմանամ։ Կիմանամ ու իմ երեխուն կպաշտպանեմ։ Լիլիթ։ Մար դու գալու ես մեր տուն։ Լիլիթ, հարցեր կլինի չտաս։ Անհանգստանում եմ։ Շատ իզուր։ Այսինքն, ինչ է նշանակում շատ իզուր։ Չիմանամ ինչ ես պատրաստվում անել։ Լիլիթ, ես քեզ խնդրել էի, որ դու ինձ օգնես։ Օգնել ես, վերջ, մոռացի այդ մասին, շնորհակալ եմ քեզ։ Կլինի էլ հարցեր չտաս։ Մար, ես քեզ օգնել եմ, որովհետև քեզ վստահել եմ։ Չեմ հասկանում, դու ինձ չես վստահում։ Լիլիթ։ Մար, եթե քո ու Ռաֆի հանդիպումը կայանա, ես վստահ եմ, որ դա լավ ավարտ չի ունենալու։ Ես ուզում եմ տեղյակ լինեմ, որ հարկ եղած դեպքում գոնե օգնեմ։ Լիլիթ, շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր։ Հիմա մոռացի այդ ամեն ինչի մասին ու հանգիստ ապրի։ Մարիա։ Ես ես ինչ սխալ բան արեցի, ինչ սխալ բան արեցի։ Կներես, Մար։
Ասա։ Ռուբեն, խոսել ես Մարիայի հետ։ Հա, տանն է։ Հաստատ։ Հաստատ։ Զանգել եմ, ասաց ուզում եմ քնեմ։ Լավ, այդ դեպքում չեմ զանգի, որ չխանգարեմ։ Բայց դու որ խոսես ինձ ասա, հա։ Ռուբեն, անպայման կասես։